Իմ 7000-ը մեկ ամսում դարավ 14 ու ես մտածեցի, որ դե հաստատ ջոգել եմ ինչա կատարվում, փետրվարին ունենալով արդեն 14000, մայիսին ես ունեի համարյա 0 25 տարում ես դեռ սովորում եմ 15 տարվա գլխավոր դասերով անցնենք իսկ եթե Հայաստանում դու ասես 20% եկամտաբերություն տարեկան չեմ ասում դու պետք է ունենաս հավատք ինչին հավատալ, ինչին չէ բոլոր կառավարիչների 93%-ը 10 տարվա կտրվածքով ավելի քիչ եկամտաբերություն են ապավում, քան S&P 500 ինդեքսը։ Այսքան աճեց, բա հիմա ինչ անել։ Գեոպոլիտիկ իրադարձությունները տրենդի վրա չեն ազդում։ Օրմուզը փակել էին ու նավթի գինը 120-ը չանցավ, դա գինը իր մեջ պարունակում է այս պահի դրությամբ բոլոր ֆունդամենտալ վերլուծությունների կոնսենսուսը։ Վերջապես SpaceX-ի IPO-ն տեղի ունեցավ։ Այդ հավատք չի։ Մասկն էլ դարձավ տրիլիոնատեր։ Ինքը երբեք այդ տրիլիոնը չի կարողանա ստանալ։ Շուկան հոգեբանական մեխանիզմ է, ու ով որ կարողանում այդ մատրիցան հասկանա, կարողանում է գումար աշխատել։ Իսկ ով որ այդքանը չհասկանում մատրիցան, սովորացնում։ Ողջույն, դուք դիտում կամ լսում եք Fincast-ը, How-to-be ոդկասթը ֆինանսների, ներդրումների եւ այն մասին, թե ինչու փողը չարժե դնել բարձի տակ։ Ինչպես կանդրադառնա ԱՄՆ-Իրան պատմական համաձայնությունը արժեթղթերի շուկայի վրա։ Արժե արդյոք հենց հիմա գնել SpaceX-ի բաժնետոմսերը, որի ֆենոմենալ IPO-ն ցնցեց Wall Street-ը։ Ինչպես է հավատը կառավարում մեր երկարաժամկետ ներդրումները եւ ինչու պետք է տաքսու վարորդի ներդրումային խորհուրդը ահազանգ լինի ձեզ համար։ Այս մասին կզրուցենք Limitless Asset Management ընկերության հիմնադիր եւ ներդրումային տնօրեն Արտյոմ Զաքարյանի հետ։ Բաժանորդագրվեք How-to-be ալիքին, գնացինք։ Արտյոմ ջան, բարի գալուստ Fincast։ Մենք այստեղ խոսում ենք ֆինանսներից եւ ներդրումներից, մի բան, որ դուք անում եք արդեն երկար տարիներ, նաեւ լինելով գործնականում դրա մեջ։ Նախ սկսենք անցած ճանապարհից, հա, արդեն քանի տարի է դուք ներդրումային ոլորտում եք եւ այս տարիների ընթացքում ինչ եք այսպես հավաքել այդ թվում Հայաստանի կամ հայաստանցիների առանձնահատկությունները հաշվի առնելով 25 տարի ես արդեն բորսայում աշխատում եմ բորսան ասելով 2001 թվականին ես դեռ Ամերիկայում էի նոր է ավարտել համալսարանը փորձեցի հասկանալ թե դա ինչ է ինքս իմ համար ես աշխատում էի New York Life ապահովագրական ընկերությունում ու պրոդուկտներից մեկը իր մեջ պարունակում էր ներդրումային, այսինքն ապահովագրական պրոդուկտը, կյանքի ապահովագրության պրոդուկտը իր մեջ պարունակում էր ներդրումային այսպես մի մասնիկ։ Ու այդ ներդրումային մասնիկը ինքը ներդրված էր որոշակի mutual ֆոնդերում ու ինձ համար հետաքրքիր էր թե դրա մեջ ինչ է, ոնց է դա կառուցվում, ոնց է կառավարվում այդ ամեն ինչը, հասկանանք, որ ոչ մի փորձ չունեմ, զրոյական, զուտ ինքս ինձ համար փորձում եմ հասկանալ դա ինչ է ու իմ ավանտյուրն էի խելքի հիման վրա թե ոնց, ասում եմ դե լավ, ինչքան փող ունեմ, ունեմ $7,000 2001 թվականի հունվարին։ Ու ուզում եմ փողը այն ժամանակ Ամերիկայում այդ ամբողջական խնայողությունից, որ այդ պահին ունեի, այն էլ հանկարծակի էր ձևավորվել տենց այդ խնայողությունը։ Ինչևէ 2001 թվականն էլ այն 2000-ից 2002 թվականին տեղ ունեցավ այսպես կոչված dot-com կրիզիսը, երբ որ բոլոր IT ընկերությունների գները էապես իջնում էին։ Բայց այդ process-ներում նաև կային ինչ-որ մի կետեր, երբ որ իրանք ուժեղ բարձրանում էին։ Ու իմ բախտը բերեց թե ոնց ամենեն հավանականությամբ բախտս բերեց իմ 7000-ը մեկ ամսում դարավ 14 ու ես մտածեցի որ դե հաստատ ջոգել եմ ինչա կատարվում всё էլ ստոպ չկա ամիսը 100% նախ աշխատում եմ ձև չկա 100% տենց է լինելու ամեն ամիս իրականությունը հետեւյալն էր որ փետրվարին ունենալով արդեն 14000 մայիսին ես ունեի համարյա 0 Հա, որովհետև դու որևէ փորձ չունենալով մտնում ես մի ոլորտ, որից իրականում դու գաղափար չունես, դու մտածում ես, որ գաղափար ունես, դու ունես կրթություն, ես ունեի տնտեսագիտական եւ ֆինանսական կրթություն, այդ պայն բակալավր էր,
մտածում եմ որ դե սա մեջ ինչ կա էլի, ինչ-որ մի բան հելնում է, պետք է ծախես, ինչ-որ մի բան իջնում է, պետք է առնես, ոնց է լինի մեկը մյուսին տենց կոմպենսացնելով միտեղ կգա։ Հա, դա առաջի փորձ էր, բայց ես մտածում եմ որ ոնց է լինի այդ ամենից ինչ-որ գլուխ կհանեմ, քանի որ ես աշխատավարձ էի ստանում, այն ինչ որ ստանում էի, նորից փորձում էի շուկայում աշխատացնել, հաջորդ եւս տարուկես Ամերիկայում, հետո նոր հետ եմ եկել Հայաստան 2002 թվականի օգոստոսին, ու էլի որոշակի խնայողություններով հետ եմ եկել Հայաստան, ու մտածում եմ դե հիմա ունեմ բավականին խնայողություններ, փորձեմ նորից աշխատել շուկայում։ Հայաստան որ եկա, այդ ժամանակ դու պետք է հիշես, dial-up էր, ինտերնետը նորմալ ինտերնետ չկար, dial-up, այսինքն եթե դու զանգում ինտերնետ ուներ, հեռախոս չունեիր, հա, ինքը բավականին հետաքրքիր ժամանակներ էին, ու Հայաստանում չկային ընկերություններ, որոնք տրամադրում էին բրոկերային ծառայություններ 2002-2003 թվականի մասն է խոսքը գնում, բայց կային տասնյակ, մոտ 10 ընկերություններ, որոնք տրամադրում են Forex-ի ծառայություններ։ Ես էլ ասացի լավ, ինչ տարբերություն հիմա ֆոնդային բորսա թե Forex, եթե խելացի ես գլուխդ աշխատում է, ոնց է լինի, այնտեղ էլ կաշխատես։ Ու այդ ժամանակ աշխատում էր Հայկական զարգացման բանկի դիլինգի զալը։ Forex-իստներ այսպես կոչված նստած են այդ դիլինգի զալում, ու այդ դիլինգի զալում ստանում են կոտիրովկաները ու գործարք էին անում։ Եթե ես ճիշտ եմ հիշում, մեծամասնությունը այդ Forex-իստներից զրոյացավ շատ կարճ ժամանակահատվածում, բայց ամեն դեպքում այդ ինչ որ կար այդ ժամանակ ու ես էլ փորձեցի, հետո երկար տարիներ, դրանից հետո ասելով մինչև 2008-9 թվականը փորձում էի հասկանալ շուկան, ու այդ շուկան Forex-ի շուկան էր, որ ես փորձում եմ հասկանալ, որևէ հաջողություններ չկային, կարելի ասել այդ ընթացքում 2-3 անգամ նորից սնանկացել էի ես, ամբողջ գումարս կորցրել էի, բայց միևնույն ժամանակ CFA-ն էի անում, որպեսզի ինչ-որ բազա ստեղծվեր, բացի իմ ֆորմալ կրթությունից, ու ինձ 2010 թվականին գործի վերցեց Ամերյան։ Նոր էր ստեղծվել բանկը, իրանք ունեին ներդրումային բաժին, ես ունեի որոշակի տրեյդինգի փորձ, բացասական, բայց ունեի, Հայաստանում շատ քիչ մարդ ուներ ընդհանրապես փորձ, ինձ վերցրին աշխատանքի ու այդ ժամանակ նորից վերադարձա ֆոնդային բորսա, այսինքն որովհետև ներդրումային բաժինը ստեղծում էր պրոդուկտներ, որոնք ավելի շատ ֆոնդային շուկայի հետ կապ ունեին, խոսքը գնում է դրսի ամերիկյան բորսայի մասին է խոսքը գնում, ու ես արդեն քանի որ ավելի հմտացել էի եւ պրոդուկտների մեջ եւ ավելի շատ ոնց որ ավելի շատ բաներ գիտեի, տենց ասենք, արդեն մտածում եմ դե վсё, հիմա արդեն կգրսնենք, հատկապես որ ինստիտուցիոնալ խաղացողը Ամերիկային արդեն այդ ժամանակ արդեն ինքը բավականին համբավ ուներ ներդրումային տեսանկյունից, որպես ներդրումային բաժին ունեցող, վարչություն ունեցող բանկ, բարեբախտաբար Ամերիկայի ղեկավարությունը հասկացավ, որ դեռ հələ խագա էս մեր կադրը թույլ չտվեցին այն որոշակի ավանտյուրաները, որ ես ուզում էի անել, որ մտածում եմ, որ 100% բոլոր մեր հաճախորդների համար գումար է բերելու, ու Ամերիկայի իմ պատմությունը տևեց մոտավորապես 6 ամիս։ 6 ամիս հետո ես եմ գործից դուրս եկել, որովհետև մտածեցի, որ ինձ կանաչ ճանապարհ չեն տալիս, ես այդտեղից գործ ունեմ, եթե այն ինչ որ փորձում եմ անել ինձ ոչ մեկ թույլ չի տալիս։ Ու երբ որ Ամերիկայից դուրս եկա 2011 թվականին արդեն իմ անձնական խնայողություններով սկսեցի աշխատել ֆոնդային բորսայում։ Ու դա բավականին 11 թվականից մինչև 14 թվական բավականին հաջողակ պերիոդ էր, ու ոչ միայն իմ գումարները, նաև կային այլ մարդիկ, ովքեր ասում են՝ լավ, Արտյոմ, ոնց որ քո մոտ ստացվում է, մի քիչ էլ մենք ներդրումներ կկատարենք, մեր կառավարես ամեն ինչ որ քոննա, ինչ որ մերը մերն է։ Այդ պրինցիպով սկզբունքով։ Ու ինչ որ մոտ մի 2 տարի այդ լավ ստացվում էր, ու ես արդեն նորից մտածում եմ, որ կոդը գիտեմ, արդեն մատրիցան ջոգել եմ, որից հետո է ոնց է վազում, վсё, մտածում եմ հասնում ենք արդեն այն этаպին, որ պետք է համարենք մեզ պրոֆեսիոնալ։ Բայց իրականում դեռ
էլի պատրաստ չէի, որովհետև 14 թվականի վերջից սկսած որոշակի նավթային կրիզիս տեղի ունեցավ, այլ ինչ որ որոշակի խնդիրներ առաջացան շուկայում ու ես եւս մեկ անգամ սկսեցի գումարներ կորցնել։ Ու արդեն խոսքը գնում էր բավականին լուրջ գումարների մասին։ Այդ ժամանակ էլ ինձ Converse բանկը վերցրեց գործի որպես ներդրումային բաժնի պետ, ու մենք Converse բանկում առաջինը Հայաստանում ստեղծեցինք հավատարմագրային կառավարման product, որտեղ որ հաճախորդը բերում էր ու մենք կառավարում էինք։ Ես քեզ մի հատ պատմություն կպատմեմ, այս պատմությունը քիչ մարդ գիտի, բայց ինքը ոչ շատ հատկանշական պատմություն է։ Ընդամենը 4 հաճախորդ գումարներ դրեց այդ product-ում։ Բոլորը միջինում 28% տարեկանացված պլյուսով դուրս եկան, այդ product-ով մինչև ես դուրս եկա գործից, որ Converse-ում տարուկես էի մնացել աշխատել, բայց հատկանշականը մի հետաքրքիր այդպես պատմություն, մեր ընկերներից մեկը բերեց $50,000, որը մինիմումն էր, որ կարող էր դու ներդնել այդ product-ի մեջ։ Ու դե ամբողջ կառավարումը իմ ձեռքի տակ էր։ Converse-ը իհարկե ուներ ռիսկերի բաժին, մնացած բաժինները, որոնք հետևում էին, բայց գործառնական իրանք ոնց որ այդքան չէին կարողանում հասկանալ, էլի տակը ինչա այդ ներդրում, այդ թղթերը, այդ ինստրումենտները ինչա, որ ես անում եմ, ուղղակի հետևում էին, որ օրվա մեջ ինչ տատանումներ են կատարվում, տեղի ունենում։ Ամեն դեպքում այդ մարդը, այդ մեր ընկերը հուլիս ամսին 15 թվականի բերեց $50,000, հունվարին 16 թվականի մնացել էր 8 $8,000 էր մնացել։ Ու ես նստած մտածում եմ լավ, մի բան պետք է անել, պետք է այս ամենի տակից դուրս գալ, բարեբախտաբար այլ հաճախորդների մոտ այդ պատկերը չէր, այնտեղ երևի թե ես կարողացել եմ որոշակի ռիսկերի զսպումը հասկանալ ինչա, որը էլի եմ ասում 15 տարի անց, սկսել 2001 թվականին, մենք հիմա խոսում ենք 2016, 15 տարի անց, 15 տարի գլուխս պատին տալով մեկը դեռ չի հասկանում, թե ինչպես պետք է որոշակի ինստրումենտների ռիսկերը ինչպես պետք է զսպել։ Ինչևէ, այդ հանդիպեցինք մեր ընկերոջ հետ, իմ մոտիկ ընկերն է։ Ասում եմ, ինձ թվում է տակից դուրս կգանք։ Ու նենց ստացվեց, որ երբ որ արդեն 6 ամիս դրանից հետո, 7 ամիս դրանից հետո օգոստոսին ես դուրս էի գալիս Converse-ից, այդ 8,000-ը սարքել է 74։ Ու ոնց որոշակի օպցիոնների կիրառման ձևով, որոնք որ բարեբախտաբար կոչենք այդ ձև, ինձ այդ փոսից դուրս բերեցին։ Իսկն մենք կարողացանք բոլորը պլյուսով դուրս եկան, ես էլ ասի վсё, ես էլ սրանով չեմ զբաղվում, իմ համար կզբաղվեմ, բայց եթե զբաղվեմ, արդեն ֆոնդ պետք է ստեղծեմ, որովհետև այն պատասխանատվությունը, որ դու ունես ուրիշ կազմակերպության միջոցով, դու չես կարող ամբողջությամբ քո վրա վերցնես այդ պատասխանատվությունը։ Ու 17 թվականին արդեն ես ստեղծեցի ֆոնդ, ինչու, որովհետև այդ որ պատմում են գերոջ 8,000-ը, որ դարավ 74, միևնույն ժամանակ իմ անձնական հաշիվներին, որ մնացել էր ընդամենը մոտ $20,000 16 թվականի սկզբին, մոտ տարուկեսվա մեջ ինքը դարավ 1 միլիոն։ Ու կիրառելով այդ նմանատիպ ինստրումենտները, այդ ստրուկտուրան, որը ես արդեն սկսել էի հասկանալ ոնց պետք է աշխատել, որ ռիսկերը կարողանա զսպել ու միևնույն ժամանակ ունենաս հնարավորություն բավականին լուրջ գումարներ աշխատելու։ Ու երբ որ դա տեղի ունեցավ 16 թվականի սկզբից մինչև 17-ի կեսը, 17-ի վերջ, ես ստեղծեցի առաջի, այդ ժամանակ երևի թե առաջի փակ ներդրումային փակ ասելով ոչ հրապարակային ներդրումային ֆոնդներ գրանցեցի կենտրոնական բանկում 17 թվականի նոյեմբերի 1-ից սկսեց աշխատել այդ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդը ու ընդամենը 4 հոգի էր, որ այդ ժամանակ գումար դրեցին, մեկը իմ ընկերներից մեկն էր, մեկը ամերիկացի, որը կարդում էր իմ հոդվածները, որ ես գրում էի Seeking Alpha-ում այդ ժամանակ, մի հոգի Converse-ից, որ դրական փորձ ուներ, ու մյուսն է 4-րդ մարդն է ես էի։
Հիմա անցել է մոտավորապես 9 տարի։ Այդ առաջին ներդրողների գումարը 9 պատկվել է, 10 պատկվել է այս ժամանակի մեջ։ Այսինքն ֆոնդը ստիպեց ֆոնդ ունենալը, ստիպեց, որ էապես փոխվի ներդրումային մոտեցումը, ներդրումային կոնցեպցիան ու ռիսկերը կառավարման մեխանիզմը։ Այսինքն այլևս դա փակ ինֆորմացիա չէր։ Կա ժամանակ որ փակ ինֆորմացիա, ես գիտեի ինչա կատարվում։ Ու ես ասում եմ, ես տեր եմ, հիմա ես վերցել եմ, ես տեր եմ, մի բան կանեմ, հա։ Բայց հիմա մարդիկ, ովքեր ներդրված էին, իրանք տեսնում էին փոփոխությունը գնի։ Ու դու ոչ մի ձև չես կարող ներդրող պահես քո մոտ, եթե ինքը մի օր արթնանա ու տեսնի, չգիտեմ, -10-ը գնաց է կամ -20%-ը գնաց է։ Իրա մեջ միանգամից կարմիր սենց լույսը վառվում է ուղեղի մեջ, ասում է, այս տղեն ինչով է զբաղված, այսինքն մենք իրան վստահել են գումար, ինքը սենց ապրծպր ինչ-որ բաներ է անում։ Ու դրա համար ռիսկերի կառավարումը, ռիսկերի զսպումը երևի դարձավ ամենակարևոր հանգամանքը, որ այսօրվա դրությամբ, օրինակ, մեր ֆոնդը երևի թե համ ամենամեծն է Հայաստանում այս ոլորտում, այսինքն այն ոլորտում, որ կառավարվում են գումարներ ամերիկյան բորսաներում։ Մենք հիմա կառավարում ենք մոտ $22 միլիոն, բայց բացի դրանից 16 թվից Escom իմ ու ներդրողների համար մենք աշխատել ենք $20 միլիոն շահույթ։ Դա է իմ պատմությունը, այսինքն վերջի 19 տարին դա արդեն այդ ներդրումային ֆոնդն է, որը 3 տարի առաջ դրավ հրապարակային։ Մենք դարձրեցինք հրապարակային, մենք ամբողջությամբ կենտրոնական բանկի վերահսկողության ներքո ենք աշխատում, մենք ամբողջությամբ ամեն օր հաշվետվություններ եք ներկայացնում, ամեն օր հրապարակում են գին ու այդ ամեն ինչը բերեց նրան, որ ինչ որ որոշակի տեսնում եմ կուլտուրա է ձևավորվում, որ մարդիկ դուրս եկան այն մտքից, որ կան ոչ որակավորված ֆորեքսիստներ, հետո ոչ որակավորված կրիպտո ինչ որ խաղացողներ ու կան որոշակի որակավորված ներդրումային կառավարիչներ, որոնք հիմա կամաց-կամաց սկսում են ձևավորվել Հայաստանում։ Շոր վատ փորձեր են եղել նախկինում, որը ազդել է շուկայի վրա։ Միանշանակ հատկապես այն ֆորեքսի ժամանակներով ես հիշում եմ, որ կային տղաներ, որոնք ուղղակի վերցնում էին գումարներ խոստանալով, որ ամսական 3, 4, 5, 6, 10% եկամուտ են ապահովելու ու խնդիրը գիտես ինչու՞մն է, մեր բնակչության զգալի մասը մտածում է, որ փողը աճում է ծառի վրա։ Այսինքն իրանք չեն պատկերացնում, թե փողի աճը տոկոսային տարեկան նորման ինչ է։ Նորման տարեկան 12% եկամտաբերությունը համարվում է բավականին լավ։ Տարեկան 20% եկամտաբերությունը, 20% եկամտաբերությունը պատմականորեն երկարաժամկետ վերջի, չգիտեմ, 50-60 տարվա ընթացքում ապահովել է 4-5 հոգի աշխարհում։ Միջինացված տարեկան 20% եկամտաբերություն։ Իսկ եթե Հայաստանում դու ասես 20% եկամտաբերություն տարեկան, չեմ ասում, ինչա, вообще ինչա, ինչի մասին ես խոսում, 20%-ը հետաքրքիր չի։ Դե համար այդ ժամանակ այդ տրեյդեր տղեկը, ովքեր որ գումարներ վերցնում էին կառավարման համար, իրանք խոստանում էին ամսական 4-5 6 10% եկամտաբերություն ամսական այդ կտրվածքով, այո, ու դա հնարավոր չի, դա ուղղակի հնարավոր չի։ Դու ռիսկեր չես կարողանալու զսպել, եթե փորձելու ես այդ կարգի եկամտաբերություն ապահովել քո ներդրողի համար, դու ուղղակի ռիսկերը չես զսպելու, որպեսզի դու կարողանաս այդ ապահովես։ Այսինքն դու պետք է հասկանաս, որ եթե այդ կարգի քո համար ռիսկային ստրատեգիաներ ես վերցնելու, ապա դու կարող ամբողջ գումարը կորցնես, դու կարող ես 40%-ը կորցնես, դու կարող ես 60%-ը կորցնես, եթե դու, конечно, չգիտեմ, вообще կարելի է այս ոդքասթում սա ասել, բայց տրեյդերը պետք է ունենա պողպատե ձվեր, տենց են կոչում, պողպատից, որովհետև դու պետք է ունենաս ռիսկերի զսպման հստակ ստրատեգիա, այսինքն գնաց մինուս դու պետք է կդրես, տարբերակ չունես, որովհետև հակառակ դեպքում դու այդ մինուսը հա շատացնելու ես։
Ուրիշ ձև դու, այսինքն դու գնացիր 10% մինուս, դու հետ պետք է աշխատես 11, դու գնացիր 20% մինուս, հետ պետք է աշխատես 25, դու գնացիր 50% մինուս, հետ պետք է աշխատես 100։ Դա շատ կարևոր երևույթ է, որ մարդկանց տրեյդերների կապ չունի, կառավարիչների մեծ մասը լավ չի հասկանում այդ մասը, որ ինչքան կարևոր է, որ այդ մինուսը քիչ լինի, որովհետեւ դու վաղը արթնանաս, ունենաս կապիտալ աշխատելու համար, որտեղ եթե դու վաղ արթնացել կապիտալ չունես աշխատելու համար, всё, բրծել ես, երբ որ դու մինուս 90 ես, դու պետք է 10 պատկես, որ այդ փողը հետ բերես։ Այսինքն այդ կապիտալը այդքան կարևոր է, այդ վատ պատմությունների ներքո մեր մոտ ձևավորվեց ոչ առողջ, շատ հիվանդ ներդրումային դաշտ, որտեղ որ հատկապես այն մարդիկ, ովքեր գումարներ ունեին, ասում են, Հայաստանում ում պետք է վստահենք մեր գումարը, ում գիտենք, սա փողը վարի են տվել, որոշ մարդկանց, չգիտեմ, տպել էին, որոշ մարդիկ թռել էին, այսինքն ինքը ոչ առողջ մթնոլորտ էր։ Ու ինչ որ չափով դա սկսեց փոփոխվել, երևի վերջի 3-5 տարվա ընթացքում, երբ որ ստեղծվեցին բրոկերային ընկերությունները, այդ ծառայություններ մատուցող, խոսքը գնում է Ամերիկայի MyInvest-ի, Freedom-ի, իդեպ, սենց ասեմ, բրոկերային ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ ես ոչ դրական, ոչ բացասական մոտեցում ունեմ, բայց ասեմ ինչի վերաբերյալ ունեմ բացասական մոտեցում։ Ու դա եկել է հետ հələ Forex-ի օրերից։ Ինչ էին անում։ Ասում էին մարդկանց, եկեք մենք ձեզ 1 ամսվա ընթացքում կսովորացնենք տրեյդինգ անել։ Ինչը որ դուք 15 տարում 25 տարում ես դեռ սովորում եմ։ Ու ինձ չի որ ինձ ինչ որ ցածր IQ ունեմ կամ մաթեմատիկական ունակություններ չունեմ կամ մասնագիտացվածություն չունեմ, հակառակը ամեն ինչ ունեմ այդ առումով, այն համ ֆունդամենտալ խորը գիտելիքները, համ փորձը այդ ամենը, ու ես այսօրվա դրությամբ եթե ինչ-որ մեկ ինձ գա ասի սովորացրեք, ասում ես չգիտեմ քեզ ոնց սովորացնեմ։ Ես չգիտեմ ոնց դա անեմ, իրոք չգիտեմ։ Ես չգիտեմ ոնց անեմ, որ դու երբ որ ավարտեցիր դասընթացը, ես վստահ լինեմ, որ դու կարող ես գումար աշխատել։ Իսկ կան բազմաթիվ, այսօրվա դրությամբ էլ բազմաթիվ կոչենք սովորացնողներ, որոնք ասում են եկեք մեր մոտ մենք ձեզ կսովորացնենք, դուք 1 ամիս հետո արդեն կարողանաք ինքներդ գործարքներն էլ փող աշխատել։ Իմ տեսանկյունից դա անհեթեթություն է։ Ու հետո մի հատ շատ կարևոր բան։ Մեկ սոցցանցերում այդ հարցը տեսնում եմ ու պատասխանը քիչ է հնչում։ Ասում են լավ, գիտես, այդ Instagram-ներում կոչվում են ինֆոցիգանի, այտենց ինչ-որ բաներ կան, չէ՞, որ մարդիկ ովքեր որ վաճառում են դասընթացներ, որ իրանք գուրուներ են, իրանք էքսպերտներ են ու այտենց բաներ։ Իմ ոլորտում, եթե դու լավ կառավարիչ ես, այսինքն գիտես ինչ ես անում, դու հասկանում ես ինչ ես անում, դու կյանքում դասընթացներ չես անի։ Ինչի՞։ Որովհետև դա քո ժամանակի կորուստ է։ Այսինքն դու վստահ չես, որ կարաս ինքդ փող աշխատես, դրա համար դասընթաց ես անում։ Հետաքրքիր մոտեցում է, բայց ամեն դեպքում կարա մարդու մոտ լինի բնական կիսվելու ցանկություն, ոնց որ օրինակ այս ոդկասթն է նաև։ Այսինքն լավ սենց ասեմ 25 տարին ինձ սովորացրել է հետևյալը ներդրումային գործընթացը տրեյդինգը դա մաթեմ չի դա ճշգրիտ գիտություն չի դա գեղարվեստ է դա արվեստ է դու կարող ես գնալ Պիկասոյի մոտ ասես ինձ սովորացա նկարել ինքը քեզ կտա որոշակի հիմքեր թե ոնց պետք է դա արվի բայց դու չես կարողանա նկարել որպես Պիկասո որ դու դա չես տեսնում որպեսզի դու դա տեսնես պետք է ժամանակ անցնի պետք է շատ խորանաս հասկանաս ոնց դա կարելի է պատկերել արի այդ 15 տարվա գլխավոր դասերով անցնենք որ նաև հասկանանք հա ոնց հասակ ինչ որ մի կետի երբ որ ավելի կայունացավ ամեն ինչ նախ առաջինը այդ ինչ որ խոսում են ռիսկերի զսպման մասին դա երևի կարևորագույն դասն է
որ պետք է քաղել, որ եթե ինչ որ մի բան դու մտածել ես ու դա տեղի չի ունենում, ընդունես, որ դու սխալ ես։ Այսինքն կդրես ուղղակի այդ դիրքը, փագես, ասես էս մտածել ես սենց, չի ստացվում։ Ես փաստորեն սխալ էի։ Ընդունել սխալը ամենադժվար բանն է, շատ դժվար բան է։ Հատկապես, երբ որ դու մենք որ CFA անցնում ենք, ընդ կա այսպես կոչված behavioral finance, այսինքն վարքագծային ֆինանսներ։ Ու վարքագծային ֆինանսներում կան որոշակի դրույթներ, որտեղ որ դու նույնիսկ սխալ լինելով փորձում ես փնտրել ինֆորմացիա, որը ապացուցում է, որ դու ճիշտ ես։ Այսինքն ինչ որ մի բան առել ես, ինչ որ մի թուղթ, մի բաժնետոմս, այդ բաժնետոմսը մինուս է գնում։ Այսինքն քո թեզը չի աշխատում։ Ինչ որ մի ժամանակահատվածում ինքը չի աշխատում։ Կամ չգիտեմ, ինչ որ ֆորեքսի պարա ես մտել, կամ ինչ որ կրիպտո ես մտել, ինքը մինուս է գնում։ Ինչ որ պատճառներով ես դա արել։ Հիմա այդ որ մինուս է գնում, երևի թե քո պատճառները կամ քո տրամաբանությունը ինչի դու դա արել ես, երևի թե սխալ է։ Բայց դու գնում ես, փնտրում ես ամբողջ ինտերնետում ինֆորմացիա, որը ապացուցում է կամ ուղղորդում է քեզ, որ չէ, դու ճիշտ ես։ Ու շատ դժվար է ընդունել այդ սխալը։ Շատ հոգեբանորեն շատ դժվար է դա անել։ Դա առաջինը, ռիսկերի զսպման մեխանիզմը։ Երկրորդը, դու պետք է ինստրումենտը ու բորսան, որտեղ որ դու աշխատում ես, քո բնավորությանը հարմար լինի։ Շատ կարևոր է։ Եթե քո բնավորությունը այնպիսին է, որ դու օրինակ կազինո ես սիրում, քեզ օրինակ բաժնետոմսերը հետաքրքիր չեն լինի։ Քեզ հետաքրքիր կլինի կրիպտոն, կամ քեզ հետաքրքիր կլինի որևէ մի ինստրումենտ, որ քեզ կտա պլիչո այսպես կոչված, երբ որ քեզ վարկային մեծ հնարավորություն են տալիս, դու դնում ես ենթադրենք $1000, քեզ ասում են 50,000-ով կարաս գործարք անես։ Շատ ռիսկային է, բայց եթե դա է քո բնավորությունը, ուրեմն պետք է փորձես հմտանալ, ռիսկերի զսպման մեխանիզմ ունենալ դրա մեջ։ Մեծամասնության ես խորհուրդ կտայի, իհարկե այդ տիպի ավանտյուրայի մեջ չմտնել, ես մեծամասնության խորհուրդ կտայի լինել բաժնետոմսերի շուկայում, ֆոնդային բորսայում։ Ինչու՞։ Ֆոնդային բորսան պատմականորեն աճում է։ Այսինքն, եթե դու ընտրել ես պորտֆել ընկերությունների ամենայն հավանականությամբ երկարաժամկետ կտրվածքով դու մինուս չես լինելու։ Այսինքն դու եթե կարող ես սպասել, ամենայն հավանականությամբ դու մինուս չես լինի, եթե այդ համբերությունը ունես։ Ես քեզ մի հատ օրինակ բերեմ։ 2021 թվականի վերջ Facebook-ը 400-ից իջավ 80 մի տարվա մեջ։ Ինքը ու այդ ժամանակ բոլորս էլ հասկանում ենք, որ այսօրվա դրությամբ ամենամեծ գովազդի պլատֆորման, դատայի պլատֆորման դա Facebook, Instagram-ն է, իրենց WhatsApp, դա Facebook-ին է, չէ։ Հիմա եթե օրինակ դու չէիր ուզենա մինուսդ ֆիքսել, ենթադրենք չունես այդ բանի ռիսկերի զսպման մեխանիզմը, Facebook-ը առել ես, քեզ հետաքրքիր լինել ներդրող այդ կոնկրետ ընկերությունում, ինքը 24 թվականին արդեն 600 էր։ Այսինքն դու պլյուս, դա նույնիսկ եթե ամենապիկից առներ 21 թվականի, 24 թվականին դու պլյուս էիր։ Հիմա դա չի վերաբերվում բոլոր ընկերություններին ու բոլոր բաժնետոմսերին։ Ամեն դեպքում այդ ես որպես խորհուրդ, եթե հիմա մեզ շատեր լսում են, ես խորհուրդ կտա ռիսկերի զսպման մեխանիզմը կիրառել ստոպ լոսերը։ Բայց օրինակ ես չեմ կիրառում, սակայն խորհուրդ եմ տալիս։ Բայց ես ուրիշ ձև եմ դա կիրառում, ոչ կլասիկ ձևով։ Բազմաթիվ բաժնետոմսեր ունենում են սինուսոիդալ շարժումներ, բայց երկարաժամկետում իրանք ձգտում են դեպի վերև, որը նշանակում է, որ եթե դու այդ շուկայում ես, այդ ընկերություններն ես ընտրել, ամենայն հավանականությամբ դու մինուս չես գնա երկարաժամկետում։ Եթե մի բան չես ընտրել, էլի։ Եթե մի բան, պորտֆել ես, պարզ է, եթե մի բան ընտրես, չգիտեմ, կարող է նենց բան լինի, որ օրինակ Xerox էլի ժամանակին որ 80-ականներին առներ, երևի 20 տարի հետո 0 էր դառնալու, որտեղ ինքը իր ակտուալությունը կորցրել էր։ Երրորդը ներդրում, եթե ներդրող ես, եթե դու քեզ համարում ես ներդրող, ապա դու պետք է մոռանաս ժամանակի մասին։ Դու պետք է ունենաս հավատք։
այսօր ես եկեղեցում կնքահայր էի, մենք խոսում ենք հավատքի մասին, բայց հիմա մի այլ ուրիշ հավատքի մասին է խոսքը գնալու։ Կապիտալիստական հավատքի։ Ոչ թե կապիտալիստական չէ։ Խոսքը գնում է նրա մասին, որ դու հավատում ես, որ այս ընկերությունը երկարաժամկետում լինելու է բոմբ։ Դե Facebook-ի դեպքում, Meta-ի դեպքում այդ պետքա պահեր էլի։ Ես օրինակը բերեցի 21 թվականի, բայց հիմա կբերեմ Tesla-ի օրինակը։ Tesla-ն, որ նոր շուկա դուրս բերվեց 2010 թե 11 թվական, հիմա չեմ հիշի։ Պրոդուկտ չուներ։ Դեռ չկար մեքենան։ Երբ որ բորսայում հայտնվեցին Tesla-ի բաժնետոմսերը, կար կոնցեպցիան, թե ինչ է լինելու։ Դու, այսինքն պետք է ունենայր հավատք, որ դրանից մի բան լինելու է։ Հիմա նույնը SpaceX-ն է, էլի։ Որի մասին դեռ կխոսենք։ Խոսանք մի քիչ տարբերվում է Tesla-ից, ինչու։ Որովհետև SpaceX-ը արդեն մի մարդու կողմից կամ թմի կողմից է, որը ունեցել է պատմական հաջողություններ։ Բայց այս պրոդուկտները շատ անորոշ են դեռ։ Բացի նրանից ինքը հեսպայդրությամբ արդեն համարյա 2.5 տրիլիոն կապիտալիզացիոն է, բայց լավ, Tesla-ն ինչ եմ ասում։ Այն մարդը, որը ձեռք բերեց Tesla-ն 2010 կամ 11 թվականին, ինքը եթե փորփրում էր ինտերնետն ու ինֆորմացիան, բոլորը ասում էին, որ դու հիմար ես, որտեղ պրոդուկտ չկա, շահույթ չկա, վաճառք չկա։ Այս ընկերությունը արժի, չգիտեմ, այս ժամանակ ինչքան է 500 միլիոն ինչքան է նոր որ դուրս էր բերվել իր կապիտալիզացիան։ Կոնկրետ թիվը չեմ հիշում, բայց ամեն դեպքում դու ներդրում ես կատարում մտքի մեջ։ Ու այդ միտքը իրականացավ։ Ու եթե դու հավատում ես, ապա ժամանակը քո համար կապ չունի։ Մի տարի չես սպանում, 2 տարի չես սպանում, 5 տարի չես սպանում։ Դու սպանում ես ընդմիշտ։ Ներդրողը դա է։ Ներդրողը ինքը չունի առնելու, ծախելու գաղափար։ Ինքը միայն առնելու գաղափար ունի։ Ինքը առնում է, նստում է, որովհետև ինքը այդ մտքին հավատում է։ Հավատում է, որ սա բոմբ միտք է։ Ինքը կարողանալ է լուրջ փող աշխատել։ Այդ տիպի մտքերը Nvidia-ներ 10 տարի, 15 տարի առաջ, այդ տիպի միտքը, չգիտեմ, Amazon-ներ 25 տարի առաջ, այսինքն այն մտքեր, որոնք նոր էին առաջանում։ Ու մարդիկ ասում են, լավ, սրանք շահույթ չունեն, վաճառքը քիչ է, ինչ է լինելու, ոնց ապագան լինելու։ Amazon-ը, եթե դու առներ 99 թվականին, ուղիղ 3 տարի հետո, եթե $1000 Amazon-եր առե, քո մոտ մնալու էր $5։ Իսկ այսօր ինքը լինելով 250,000։ Այսինքն դու եթե այդ հավատը ունես, դու այդ ընթացքում չես ծախի։ Նույնիսկ իմանալ որ փողդ կորել է։ Դու նաև չես վաճառի, երբ որ 5 դարել էր հետերեկե 1000։ Հաջորդ 5 տարվա ընթացքում էլի չես ծախի։ Այսինքն ներդրողը պետք է այդ հավատը ունենա։ Դա ներդրողը։ Մնացած բոլորն է տրեյդեր են։ Okay, բայց հավատը մի քիչ էմոցիոնալ հասկացություն է։ Նաև այդ դեպքում ոնց գտնել այդ գաղափարները, ոնց ֆիլտրել, ինչին հավատալ, ինչին չէ։ Այդ դժվար, շատ դժվար բան ես ասում։ Հա, դե իհարկե, շատ դժվար։ Օրինակ, այսօր կան նոր ընկերություններ, որոնք դուրս են բերվում բորսա ու ինչ-որ մարդիկ կան, որ, չգիտեմ, մտածում են, որ սա լինելու բոմբ, դրա համար իրանք տարբեր տեղեր ներդրումներ են կատարում, այն հավատով, որ ինչ-որ մեկը գոնե լավ աշխատելու է։ Տես, շուկան, բորսան, ֆոնդային բորսան, ինքը ունի, այսպես կոչված, մի քանի սեգմենտներ։ Մեկը կա, որ կոչվում է cyclical, իրանք տնտեսական ցիկլի մեջ են։ Քեզ բերեմ օրինակը այսօրվա դրությամբ Micron, SanDisk, չգիտեմ լսել ես այդ ընկերությունների մասին։ Դրանք հիշողության չիպեր են արտադրում ու տարիներ շարունակ հիշողության չիպերի շուկան միշտ բալանսի մեջ է եղել։ Հա։ Բալանսի մեջ ասելով մի քիչ շատ ա եղել, գինը իջել է, մի քիչ քիչ ա եղել, գինը հելել է։ Այսինքն իրանք այդ ցիկլի մեջ են եղել։
Հիմա իրանք սուպեր cycle-ի, սուպեր ցիկլի մեջ են, որովհետև պահանջը այդ չիպերի նկատմամբ այնքան մեծ է արհեստական բանականության պատճառով չեն հասցնում արտադրել։ Դրա համար մայկրոնը 60-ից ելել է 1000, չգիտեմ, SanDisk-ը 40-ից ելել է 2000, տարի ու կեսվա մեջ, նեն չի որ, բայց սա այդ ցիկլայնությունն եմ ուզում քեզ նկարագրել։ Այսինքն ով որ այսօր առնում է մայկրոնը 1000-ով, պետք է պատրաստ լինի, որ ինչ որ մի կետում մայկրոնը 95% նվազելու է, որովհետև դա ցիկլի օրենքն է։ 2020 թվականից 23 թվական քո կարծիքով որ սեկտորը ամենաշատ գնի առումով աճած կլներ։ Չեմ ուզում տանջեմ քեզ, որովհետև չես ոչ մի ձև չես կռայելու, ածուխը։ Ինչի՞։ Որովհետև ամբողջ աշխարհով կլիմայի փոփոխության այդ գաղափարի ներքո փակվում էին ածուխի հանքերը։ Դա տեղի ունենում մոտ 10 տարի։ Իսկ մի պա դենց իրավիճակ ստեղծվեց, որ էներգիայի նկատմամբ պահանջարկը մի քիչ աճեց, ու դա պետք է ապահովել ածխի շնորհիվ։ Ընկերություններ կային, որոնք աճել էին 2 տարվա ընթացքում 100 անգամ։ 2 տարվա մեջ։ Որպեսզի պատկերացնես, Nvidia-ն, որը այսօրվա դրությամբ հսկանա արհեստական բանականության, վերջի 10 տարվա մեջ աճել է 2 անգամ։ Հսկայական թիվ է, նեն չի որ քիչ է, հսկայական թիվ է, բայց ես քեզ բանը մասշտաբն եմ փորձում նկարագրել, որ օրինակ ածխային ընկերությունները հարապատկել են 2 տարվա մեջ։ Դա ցիկլն է։ Ցիկլը սովորաբար այդ ձևա տեղ ունենում, որ 10 տարի կարող է նվազի 99% նվազի իր պիկից, բայց եթե ցիկլը ֆռած, ինքը ուղակի թռցնել է, ոնց որ հիմա SanDisk-ը 50 պատկել է տարի ու կեսվա մեջ։ Դա մի սեգմենտն է։ Մյուս սեգմենտը դա երկարաժամկետ թեթև մարժա ունեցող օլիգոպոլիայի մեջ գտնվող ընկերություններն են։ Օրինակ Visa, Mastercard երկար ժամանակ իրանց ոչ մեկ չի կարող իրանց բիզնեսին ոչ մի ձև կպնի։ Իրանք իրանց տոկոսը վերցնում են, սիրուն աճում են։ Տելեկոմները, ինչու՞, որտեղ միշտ օլիգոպոլիա է տելեկոմները։ Մի քանի ընկերություն բոլոր երկրներում 2-3 ընկերություն, որ ամբողջ շուկան իրանց ձեռն է։ Իրանց փոքր մարժան պահում են, իրանք հանդարտ ստաբիլ ընկերություններ են։ Ու կան այսպես կոչված secular, այսինքն ընկերություններ, որոնք երկարաժամկետ ինովացիայի շնորհիվ միշտ առաջատարներ են։ Ու այս վերջի 10 տարվա մեջ այդ Amazon, Google, Meta, Nvidia այդ որը կոչվում են ոնց որ Magnificent 7, Mag 7 են դրանք կոչվում այսօրվա դրությամբ, ամեն տնտեսական ինչ որ էպիզոդում եղել են այդ ընկերությունները, որոնք եղել են այդ ինովատորները, որոնք իրանց համ շահութաբերությունը բարձր եղել, համ իրանց շուկայի մասը, որը պատկանում է իրանց միշտ բարձր է եղել։ Դրանք են կոնտրությունները։ Մնացած բոլորը սպեկուլյացիա է։ Մնացած ամեն ինչ արդեն սպեկուլյացիա է։ Ու դու տեղ պետք է ինտերես քո համար ոնց ես, ինչն է քեզ հոգեհարազատ։ Ոնց ես դա դու ուզում քո պորտֆելը ստեղծել։ Այսինքն այդ երրորդը, որ ինչ է ասում, որ պետք է հավատնես, որ այն ներդրումը, որ կատարում ես, ինքը երկարաժամկետ է, այլ ոչ թե ժամկետային է։ Էլ ինչ երևի ասեմ։ Ու երևի չորրորդը սպասումները։ Շատ կարևոր է։ Սպասումները 93% բոլոր կառավարիչների, բոլոր գլոբալ ամբողջ աշխարհում բոլոր կառավարիչների 93%-ը 10 տարվա կտրվածքով ավելի քիչ եկամտաբերություն են ապահովում, քան S&P 500 ինդեքսը։ Այսինքն 7% կա կառավարիչների, որ 10 տարվա կտրվածքով ավելի բարձր եկամտաբերություն են ապահովում, քան S&P 500 ինդեքսը։ Ուտեղ դու պետք է քեզ հարց տաս։ Ինքդ քեզ։ Արդյոք ես ունեմ այն կարգի հմտություններ, արդյոք ես ունեմ այնքան կարգի գիտելիքներ, որ ես կարող եմ ստեղծել, ընտրել պորտֆել, որը ինդեքսից ավելի լավ եկամտաբերություն է իմ համար ապահովել երկարաժամկետում։ Դա շատ կարևոր է։
Հա, կարող է 6 ամսվա կտրվածքով, կարող դաժե 2 տարվա կտրվածքով դու հոյակա պորտֆել ձևավորվես, 5 տարվա կտրվածքով, բայց երկարաժամկետ անհնար է։ Ես ունեմ այս վերջերս շատ լավ մի հատ ներդրող ունեմ ֆոնդում, երկար ժամանակ հետս աշխատում է, դայքը զանգեր ասում եմ, բայց ում գիտես վերջի 6 ամիսը ես քեզանից ավելի շատ եկամուտ եմ ապավում, ասում բան չունեմ ասելու, շատ մարդ ինձանից ավելի շատ եկամուտ է ապավում վերջի 1-1.5 տարին, շատ մարդ, Wall Street-ում այսպիսի մի հատ ասացված կա, անգլերեն you're not smart, it's a bull market, ասում դու այդքան խելացի չես, ուղղակի գները բարձանում են, դու պետք է հասկանաս, որ դու խելացի ես, իսկ որտեղ քո բախտը բերում է, քո սպասումները պետք է լինեն իրատեսական։ Երևի դրանք են, ինչ որ ես կասեի, փորձառությունը, որ ինձ հուշում է, ինչ պետք է քո մեջ լինի, որպեսզի դու որոշ չափով հաջողակ լինես ու պլյուսերով դուրս գաս։ Հոգեբանական նաև ասպեկտներ կան, չէ՞, այսինքն նաև պահանջում են որոշակի հոգեբանական որակներ, որպեսզի այդ ամբողջ ճանապարհը կարողանաս տանես։ Արի տարանջատեք, ներդրող ու տրեյդեր, այդ շատ կարևոր է։ Մենք հիմնականում խոսենք ներդրողի մասին։ Եթե ներդրողի մասին ենք խոսում, ես միշտ հետևյալ օրինակն եմ բերում։ Երբ որ դու տուն ես առնում, տուն, քո համար բնակարան ես ձեռք բերել։ Ինչ հաճախականությամբ դու բացում ես լիստայում ու ստուգում ես քո նմանատիպ բնակարանների գները։ Ինչ հաճախականությամբ։ Կարող ընդհանրապես չստուգես։ Ասացի դա։ Եթե դու ներդրող ես, դու կարող ես տարին մի անգամ պրոստը նայես քո պորտֆելը ինչա։ Դա է, դու հոգեբանական որևէ տիրույթի մեջ չես, եթե դու ներդրող ես։ Դու հոգեբանական տիրույթ ես ընկնում, երբ որ դու առնում ծախում ես։ Այդտեղ ես դու ընկնում հոգեբանական տիրույթի մեջ։ Բայց մի բան, այդտեղ քո ասացին սենց ավելացնեմ ու որտեղ որ ներդրողի համար կարա լինի հոգեբանական տիրույթ։ Մենք ունենք մի քանի միջազգային IT ընկերություններ Հայաստանում, որտեղ որ աշխատակիցները իրենց պարգևավճարների մի մասը ստանում են բաժնետոմսերով։ Ու այդ ընկերությունների բաժնետոմսերը էապես աճել են։ Էապես այն պահից, որ իրանք ստացել են որպես պարգևավճար այդ բաժնետոմսերը։ Ու այդ մարդկանց համար աշխատելով այդ ընկերությունում, լինելով փաստացի նաև ներդրող այդ ընկերություններում, կա հոգեբանական խնդիր, ինչու որտեվ այդ գումարը արդեն այնքան է մեծացել, որ ինքը ստիպված է նայում գրեթե ամեն օր այդ գնի փոփոխությանը։ Ու մտածում է վայ հիմա ծախեմ, բա ինչա լինելու եթե չծախեմ, վայ ծախեցի բարձացավ նորից, էսի սխալ բան արեցի, հասկանում ես, չէ՞ ինչ եմ ուզում ասել։ Այդ Հայաստանում քիչ սեգմենտի մասին է խոսքը գնում, բայց կան այդ IT ընկերություններում բավականաչափ քանակով աշխատակիցներ, ովքեր ունեն այդ հոգեբանական խնդիրը, որ իրենց փաստացի իրենց գույքն է, որը էապես աճել է, ու իրանք հիմա հոգեբանորեն չեն կարող զուտ կառավարել էմոցիան, որովհետև կարող է 200% բարձրանա մի տարվա մեջ, կարող է 40% նվազի, ու եթե դե չգիտեմ, զգալի գումար է հավաքագրվել, դու մտածում ես լավ, ես այդտեղ որ ծախեի, ինչ լավ կլներ, կամ հակառակը ծախեցի, տեսավ 4 անգամ բարձրացավ իմ ծախելուց հետո։ Այդ մեծ տիպի հոգեբանական բան կա, բայց այն մարդու համար, որ սովորական պորտֆել է հավաքել, մի քանի բաժնետոմսերից ու կամ մի քանի տասնյակ, չգիտեմ, կամ ինդեքս է ուղղակի առել, որտեվ ինքը ուզում է խնայի իր երեխու, չգիտեմ, ուսումը վճարելու համար ապագայում։ Չկա հոգեբանական ինչ-որ բարդություններ այդտեղ։ Բայց ամեն դեպքում ներդրողը նույնպես չէ, որոշակի պետք է կառավարի իր պորտֆելը, նույնիսկ եթե տարին մեկ ամեն դեպքում պետք է միջամտություններ։ Ոնց դա գրագետ անել։ Լավ հարց ես տալիս։ Եթե իմ անձնական կարծիքը պետք է գտնել կառավարիչ, իմ անձնական կարծիքը, որովհետև ինչպես էլ դու դա անես, դու ինչ-որ մի կետում
հանգելու ես նրան, որ ինֆորմացիան այնքան շատ է, որ դու ուղղակի չես տիրապետում այդ ինֆորմացիան, որպեսզի հասկանաս որոշումը, որ կայացնելու ես ճիշտ է թե սխալ։ Կամ էլ ինդեքս պետք է առնես։ Ու մոռանաս դրա մասին։ Բայց մի հատ sense ավելացնելու բան։ Ինչ կարող ես անել։ Այս էլի բանում Wall Street-ի ասացվածներից մեկն է, ասում են, որ երբ որ 20-ականներից 30-ականներից է գալիս, որպեսզի պատկերացնես 100 տարի առաջ այս կարգի նույնպես բում էր, ոնց որ հիմա բում է։ Այդ պետք է մենք այդ փաստենք։ 100 տարի առաջ նույն բումն էր ու այն մարդիկ, ովքեր Նյու Յորքում քայլում էին ու իրանց բացինգեկը մաքրում էին, այդ մաքրող տղեն սկսում էր խորհուրդ տալ, թե որ բաժնետոմսերը ինքը առնի այդ մարդը, ում բացինգեկը որ մաքրում էին։ Դա սովորաբար համընկնում է այն կետի հետ, որ պետք է միշտ ծախել։ Երբ որ այն մարդիկ, որոնք ընդհանրապես կապ չունեն բնագավառի հետ, քեզ սկսում են խորհուրդ տալ այդ բնագավառի հետ կապված ինչ-որ մի բան, փախնելու ժամանակն է։ 2022 թվականը դա կրիպտոյի փախնելու ժամանակն էր, որովհետև ում ես գիտեի, ում ճանաչում էի, որոնք ընդհանրապես երբևէ կապ չեն ունեցել ֆինանսական շուկաների հետ, ինձ խորհուրդ էին տալիս, թե որ կրիպտոն ես պետք է առնեմ։ Ես երբեք կրիպտոյի շուկայում չեմ աշխատել։ Մարդիկ գիտեն էլի, որ ես աշխատում եմ ֆինանսական շուկաներում։ Տարբեր մարդիկ, չասեմ քեզ, կահույքագործ արվեստագետ։ Մարդիկ, ովքեր որ կապ չունեն, ընդհանրապես քեզ ասում են դու որը պետք է առնես։ Իրանց ասել են, որ սա պետք է առնես։ Հիմա կրիպտոյի վիճակը լավ չի, բայց օրինակ իր պիկին հասավ անցած տարի։ 22-ից էլ հետո։ Ճիշտ է, ինքը ինչ տեղ ունեցավ, 22-ից բիտկոյնը իջավ 16000, 16000-ից հասավ 125, 23-ի հոկտեմբերից մոտավորապես, մինչև անցած տարվա վերջ, 2 տարվա ընթացքում։ Դա իրականում տեղ ունեցավ, որովհետև կրիպտոն դարձրին ու բիտկոյնը կոնկրետ, հիմա կրիպտոն ամբողջ ասեմ, բիտկոյնը դարձրեցին հանրամատչելի։ Դա էր պատճառը։ Այսինքն բիտկոին կարող է ձեռք բերել ֆոնդային բորսայում։ ETF-ների կարող է ձեռք բերել միայն դրանով հանրամատչելի։ Կար ինչ-որ մի ժամանակ, երբ որ բիտկոին դու կարող ես ձեռք բերել միայն կրիպտո բորսաներում, որտեղ որ հաշիվ բացելը որոշակի տեխնոլոգիական հմտություններ էր պահանջում, որոշակի չեմ ասում, որ շատ բարդ բաներ, բայց ամեն դեպքում կրիպտոն նիշայից դուրս եկավ, դառավ mainstream։ Դրա համար ինքը 16-ից հասավ 125000, հիմա նվազել է, հիմա կարևոր հարց է առաջացել։ Ինչի, որովհետև երբ որ ինքը դառնում է հանրամատչելի, կրիպտոյի մեջ մտնում են խոշոր ինստիտուցիոնալ խաղացողները։ Իսկ խոշոր ինստիտուցիոնալ խաղացողները համ դեպի վերև են աշխատում, համ դեպի ներքև։ Այսինքն, եթե իրանց պետք է մանիպուլյացիա անել, ինչ է բիտկոյնը շատ դժվար է մանիպուլյացիա անելը։ Այսօր դա արդեն այդքան դժվար չի, որտեղ հսկայական ինստիտուցիոնալ մեծ խաղացողները արդեն կարող են գինը փոփոխել համեմատաբար իրանց ուզած ձևով։ Բայց նույնն էլ բորսայում չեն կարող անել։ Բայց բորսայում 130 տարի են անում, սա նոր պրոդուկտ է։ Այստեղ տատանողականությունը մեծ կլինի երևի։ Սկզբնական իրականում բիտկոյնի տատանողականությունը էապես նվազել է, ինչ ինքը դարել է հանրամատչելը։ Տատանողականությունն է նվազել։ Այն կոչվում է realized volatility, RVOL-ը էապես նվազել է բիտկոյնի։ Վերջի 2-3 տարվա ընթացքում մենք ենք տեսնում պիկը, սպադը, այդ ամենը մենք տեսնում ենք, բայց ընդհանուր օրվա փոփոխությունները, շաբաթական փոփոխությունները, ամսական փոփոխությունները համեմատաբար նվազել են։ Ու հենց այդ ինստիտուցիոնալ փողի պատճառով են իրանք նվազել։ Ինչո՞ւ հետաքրքիր է այդ ոնց են այդ շուկաները ձևավորվում, մասնակիցները ոնց են այդտեղ աշխատում։ Հիմա էլի ամերիկյան Wall Street-ի ասացվածքը ձեռք բերիր ինչ-որ մի բան, buy when there is blood in the streets։ Երբ որ փողոցներում արուն կա, այդ ժամանակ նոր առ։ Հիմա փաստացի արյան մասին խոսքը չի գնում, բայց կարմիր գույնը սովորաբար մինուսն է նշանակում։ Երբ որ ինչ որ մի ակտիվի մինուսը շատ է ու երկար ժամանակ, ու այդ ակտիվից սկսում են հրաժարվել, այդ ժամանակն է առնելու։
Հիմա բայց հակառակն է, հենց այդ bull market-ն է ու հիմա շատ է նաև այն հարցը, որ մարդիկ իրենց տալիս են, այսքան աճեց, բա հիմա ինչ անել։ Ու արդեն ոնց որ սկսել են բոլորը խոսել, հա, այդ կետին ենք հասնում։ Դե SpaceX-ից ով ասես խոսում է։ Այդ հետաքրքիր է։ Ընդհանրապես մենք պետք է տարանջատենք, թե որտեղ է գումարը փողը գնում։ Երևում է թե գները էապես բաժնետոմսերի բարձանում են, բայց իրանք կոնկրետ բարձանում են շատ նեղ սեգմենտում այսօրվա ռեալ բարձանում են։ Շատ նեղ սեգմենտում արհեստական բանականության հետ կապված ոլորտը ոչ միայն սոֆտի մասին է խոսքը գնում, ոչ միայն չիպերի մասին է խոսքը գնում, այլ օրինակ կոնդիցիոներ արտադրողները, որովհետև պետք է հովացնել այդ սերվերները, սերվեր հավաքողները, հսկայական շինարարություն անողները, այսինքն այն ինչ որ արհեստական բանականության հետ կապված ոլորտներ են, մենք դրանք են աճել, էապես։ Այդտեղ ամենակ բումը, ուրիշտեղ բում չկա։ Որևէ մի սեկտոր չկա, որ բումի մեջ է, բացի դրանցից։ Այսինքն տրամաբանորեն, եթե մենք նույնիսկ ունենանք ինչ-որ խնդիր, երբ որ այդ բումը պետք է ջարդվի, կրիզիս դառնա, ինքը վերաբերվել է մեծ մասամբ այդ ոլորտին։ Բայց այս տարվա ընթացքում, 26-ի ընթացքում եղան քաղաքական շատ լուրջ ցնցումներ, եղան նաև ԱՄՆ տնտեսության հետ կապված որոշակի անհանգստություններ, բայց միևնույն է, շուկան շարունակում էր աճել ու աճել։ Մի կողմից վախենում էին ներդրողները, բայց գնում էին։ Այդ ոնց բացատրել։ Փողը շատ է։ Փողը ինչ որտեղ պետք է գնա։ Ինչ որտեղ գումարը, փողը պետք է հոսի, փողի քանակի մասին է խոսքը գնում։ Վերջի 3-4 տարում COVID-ից սկսած, ինչ է 3-4, COVID-ից սկսած բոլոր մեծ տնտեսությունները, բոլորը հսկայական բյուջեի դեֆիցիտով են աշխատում։ Ընդունված էր, որ բյուջեի դեֆիցիտը լինի հնա 2%-ից ոչ ավել, տենց ինչ-որ մեծ ոչ ստորագրված, բայց ընդունված գաղափար էր։ Վերջի մի 5-6 տարվա ընթացքում այդ դեֆիցիտը աճել է 3-4%, Ամերիկայի դեպքում 6-7%։ Փողը շատ է։ Այդ փողը միտեղ պետք է գնա։ Ինչի ոսկին աճեց այսքան շատ։ Դա է պատճառներից մեկը։ Ինչու են բաժնետոմսերի գները աճում։ Դա է պատճառներից մեկը։ Այսինքն մինչև տեղի չունենա այն իրավիճակը, որ այդ փողի քանակը ստեղծելու է այնքան ինֆլյացիոն ուժ, որ ավելի արագ է փողը փոշիանալու, բաժնետոմսերը կաճեն։ Բայց հենց դա տեղի ունեցավ, բաժնետոմսերը կսկսեն սպասումներ ունենալ, որ այդ փողի քանակը նվազել է։ Ու հենց որ սպասումը սկսեց մտնել շուկա, որ փողի քանակը ընդհանուր մասսան, գլոբալ փողի նվազելու է, այդ ժամանակներ մենք ունենանք բաժնետոմսերի խնդիր, որը ոչ այսօրվա, ոչ վաղվա, ոչ վաղը չեմ այսօրվա խնդիր է։ Դրա համար ես որ եթե նույնիսկ կանխատեսվի ինչ որ կրիզիսային իրավիճակ, դա լոկալիզացված է լինելու այդ արհեստական բանականության հետ կապված ընկերություններում, կարող է Space-ի հետ կապված ընկերություններում, մնացած շուկան դեռ ինքը էժան է նույնիսկ շուկայի մնացած սեգմենտները, նրանք բումին չեն մասնակցել։ Բայց ընդհանուր մակրոտնտեսական փոփոխությունները, փողի քանակի նվազումը կամ աճի տեմպի դանդաղեցումը կբերի նրան, որ այդ կրիզը մի քիչ կարող ավելի ուժեղ լինի։ Դրա համար շատերը հենց ով որ մի քիչ երևի թե այս ամենից հասկանում են, կարծում են, որ հիմա լավ ժամանակ է դիվերսիֆիկացնելու, այսինքն դուրս բերելու այն փողը, որը լավ աշխատել է չիպերի մեջ, լավ աշխատել ես AI-ի մեջ, լավ աշխատել ես Space-ի մեջ, լավ ես արել, մալադեց, բռնել ես կետը, կմփցրել ես, հիմա մի քիչ դիվերսիֆիկացիա է պետք անել տանել ուրիշ ոլորտներ։ Ընդհանրապես այս տարվա կտրվածքով, տարվա սկզբից Magnificent 7-ը ընկել է, չէ՞ նույնիսկ։ Չէ, չի ընկել, բայց շատ ավելի թույլ է,
Քան թե օրինակ իրանք չեն էլի այդ ռեյսը առաջ տանողը։ Իրանք չեն։ Իդեպ կորելացիան Magnificent 7-ի կորելացիան իրար նկատմամբ, որը սովորաբար 60, 70, 80%-ի է, այսինքն մոտավորապես նույն ձև են իրանք շարժվում։ Կորելացիան համարը 0-ի է ձգտում այս վերջերս։ То есть ինչ որ մի օր Apple-ը բարձանում է, օրինակ Google-ը իջնում է կամ չէ, Meta-ն ոնց ուզում շարժվում է, Nvidia-ն չիպերի հետ կամ պլյուս կամ մինուս կորելացիան կորել է։ Դա էլ է հետաքրքիր, այդ հետը շատ հետաքրքիր ֆենոմեն է, որովհետև սովորաբար դու գիտեիր, որ եթե ինչ-որ մի բան բարձանում է, դրա հետ մյուսներն են բարձանում։ Խոսքը այդ Mag 7-ի մասին է գնում, բայց չէ, մենք ունենք կոնկրետ այսօրվա դրությամբ երկու շուկա։ Շուկա 1 այդ AI-ի հետ կապված թղթերը, որոնք ուղղակի չգիտեմ ինչ Bubble չեմ կարող ասել, ես չեմ կարող դա գնահատել։ Ես օրինակ փող եմ աշխատում, որտեղ ես այդպիսի գնահատականներ չեմ տալիս։ Ես ինչ-որ բան հիմա տեսնում եմ անում եմ։ Ես չեմ կարող գնահատական տալ մի տարի հետո 6 ամիս հետո ինչ է լինելու։ Հիմա իմ աշխատանքի ոճը տենց չի։ Տենց որն է, որ ես սխալ դուրս եկա։ Մարդիկ տխրելու են էլի, իսկ ես 9 տարի երբեք որևէ տարի չեղել որ մինուս գնամ էլի ու դա պատճառներից մեկն է որովհետև ես երբեք չեմ անում ինչ որ երկարաժամկետ կանխատեսում ու լիքը փող դրա տակ դնում միգուցե պետք է դա անել որովհետև օրինակ ստե կարելի ավելի շատ փող աշխատել բայց ամեն դեպքում ամեն մարդ իր ոչն ունի Bubble ասելու համար ինձ թվում է նաև պետք է լինի ինչ որ շատ ուժեղ էյֆորիա, որը ես դեռ չեմ տեսնում, էյֆորիա հենց։ Դու այդքան կապիտալ ծախսերը էյֆորիայի արդյունք չի։ Դե մարդիկ հավատում են, ավելի շուտ պրոֆեսիոնալները, IT պրոֆեսիոնալները, այդ հսկայական խոշոր ընկերությունների ղեկավարությունը կարծում են, որ մենք դեռ խաղի վերջում չենք, մենք խաղի կեսը նույնիսկ չենք հասել։ Ժամանակը ցույց կտերենք ճիշտ են թե սխալ, որովհետև ինչքան հասկանում եմ, այս տարվա մենակ այս տարվա CAPEX-ը 700 միլիարդ է լինելու, հսկայական թիվ է։ Այդ ընկերությունները միշտ պլյուսով են, cash flow պլյուսով են աշխատել, հիմա ամբողջ ինչ կանխիկ աշխատում են, ծախսում են CAPEX-ի վրա։ Ժամանակը ցույց կտա, դրա համար այդ ոլորտն է աճում։ Այդ ընկերությունները չեն աճում, այդ ոլորտն է աճում, որովհետև այդ ոլորտի այլ ընկերություններն են այդ գումարը ստանում այդ build out-ի պատճառով։ Ես շատ ավելի կոնսերվատիվ մարդ եմ իրականում, կան ընկերներ, որ տենց չեն ասի, ես փորձում եմ գտնել ոլորտներ, որոնք ոչ մեկին հետաքրքիր չեն։ Вообще հետաքրքիր չեն։ 2-3 ոլորտ կարող եք հուշել։ Ոչ մեկին հետաքրքիր չի։ Այս բային։ Շատ հետաքրքիր են ինձ համար ավիաուղիները։ Շատ հետաքրքիր են։ Երևի այս վերջին մի օրվա ընթացքում լավ բարձրացել են, չէ՞։ Հա, բայց այդ կապ չունի, այս Պարսկաստանի հետ կապված մի 3 ամիս իրանք տենց ցնցումների մեջ էին։ Ինչի են ավիաուղիները ու հատկապես բանը արտադրողները Boeing-ը, Airbus-ը, նաև բանը այդ բրազիլական Embraer-ը։ Ինչ են ինձ շատ հետաքրքիր, որովհետև բոլոր այդ ընկերությունները ունեն պատվերներ, չկատարված պատվերներ առաջիկա 10 տարվա։ Հա։ Պրոստը չիպերի նման մի բան։ Ունեն այդքան պատվեր, որ այսօրվա դրությամբ ով որ պատվիրելու է 10 տարի հետո նոր ստանալու իր ինքնաթիռը։ Ինչ հետաքրքիր է, որտեղ դա սակավություն է։ Նույնը ավիաուղիները, իրանք չունեն ինքնաթիռ, որ ավելացնեն թռիչքները, պետք է գները բարձրացնեն տոմսերի։ Տարբերակ չկա։ Okay, իսկ այս գեոպոլիտիկ զարգացումները կամ ոնց Թրամփը ասում է, արդեն complete agreement-ը ինքը ինչ ազդեցություն կունենա կարճաժամկետ, թե երկարաժամկետ։ Կարճաժամկետը ինքը շատ դրական է լինելու։ Երկարաժամկետ կարճաժամկետ դրական, երկարաժամկետ ոչ մի ազդեցություն, այսպես ասեմ։
Հա, ոչ։ Հա, միանշանակ։ Եթե դու բացես վերջի 100 տարվա գրաֆիկը ինդեքսի, օրինակ S&P 500 ինդեքսի, դու կտեսնես, որ գեոպոլիտիկ իրադարձությունները տրենդի վրա չեն ազդում։ Տրենդի վրա ազդում են մակրոտնտեսական իրադարձությունները։ Գեոպոլիտիկ ազդությունը ունի շատ կարճաժամկետ պատմություն։ Կարա 6 ամիս ազդի, կարա մի տարի ազդի, բայց ընդհանուր տրենդին ոչ մի ձև ոչ մի բան չի անում։ 100 տարվա, հա։ Հա, եթե վերջի 100 տարի իսկ ինչ ենք ունեցել 100 տարի, ահա, երկրորդ համաշխարհային պատերազմ ենք ունեցել, չգիտեմ, ընդ տարբեր տերորիստական ակտեր ենք ունեցել, տարբեր լոկալ պատերազմներ են եղել, ինչ ասես տեղի ունեցել։ Չէ, ինչ է հարցնում 100 տարվա, որովհետև երկրորդ համաշխարհայինը նաև ինչ որ աշխարհակարգի փոփոխություն բերեց, արդյոք դա չի ազդել, որովհետև հիմա էլ շատ են խոսակցությունները, սպասումները, որ հիմա էլ աշխարհը գնում է ինչ որ կարգի փոփոխության։ Դե եթե մենք նայենք զուտ պատմությանը 42 թվականին սենց ասած լոկալ ցածր կետն էր ֆոնդային բորսայի ինդեքսի 40 այդ ինքը դու գիտես 30-ականին դեպրեսիա է տեղի ունեցել 29 թվականին ամենաբարձր կետն է եղել 29-ից 33 ինքը բավականին ուժեղ նվազել է, հետո սենց մի քիչ բակավոյ է մտել, 42 թիվը եղել է ամենացածր կետը, որից հետո ուղղակի հսկայական պատյոմ է տեղի ունեցել։ Ու ինչով էր դա իմ կարծիքով պայմանավորված, որովհետև ինդուստրիալ հսկայական փոփոխություններ տեղի ունեցան կռվի պատճառով։ Երկրները շատ արագ սկսեցին զարգանալ կռվի պատճառով։ Կռիվը լինելով տրագիկ ու ինքը դրանից ավելի բացասական երևույթ գոյություն չունի մարդկանց սպանում են, բայց ինքը բերում է նրան, որ տեխնոլոգիապես երկրները սկսում են ավելի արագացել, հա։ Ու դա դրական է երկարաժամկետ շուկայի, բաժնետոմսերի, շահույթների եւ մնացած ամեն ինչի վրա։ Դրա համար այս Պարսկաստանի ընդհանուր իհարկե իմ տեսանկյունից բավականին հիմար երևույթ տեղի ունեցավ, որովհետեւ ոչ մի բան չստացավ սկզբնական դիրքերից։ Հա։ Ուղղակի մի քիչ տենց աշխարհը խնդիրներ ունեցավ, ասենց ասեմ, բայց բաժնետոմսերը շարունակում են աճել, բաժնետոմսերը նույնիսկ մի թեթև են մարտ ամսին ասենց թփրտացին, ասեցին դե լավ, էսի ոչ մի բան է, էլի, այստեղ պետք չի սրա մեջ խորանալ։ Ու նույնիսկ այն փաստը, որ Օրմուզը փակել էին ու նավթի գինը 120-ը չանցավ, դա շատ կարևոր հատկանշական երևույթ է։ Նշանակում է, որ ի սկզբանե շուկայի մասնակիցները գիտեին, որ սա արագ վերջանալու է։ Դե բայց անընդհատ ասում էին եւս 2 շաբաթ ու նավթի գինը կթռնի ու տենց էլ չէր թռնում։ Որովհետև շուկայի մասնակիցները գիտեին, որ ընդհանրապես Կարեն ջան, ես ասում եմ հետեւյալը. ֆունդամենտալ վերլուծությունը ուշանում է։ Եթե դու ֆունդամենտալ վերլուծություն ես կատարում, սկսում է Ամերիկա, Իսրայել, Պարսկաստան պատերազմը, դու մտածում ես աշխարհի վերջն է։ Նավթի 20% անցնում է այդ Օրմուզով, չգիտեմ, գները թռնելու են, բանի մթերքի գներն են բարձրանալու, հացի գներն են բարձրանալու, ինֆլյացիա լինելու, ինչքան վատ բան կա, ֆունդամենտալ դու այդ վերլուծում ես, հասկանում ես, որ տենց անելու։ Բայց եթե քեզ գինը նույն բանը չի ասում, գինը, ուրեմն միտեղ դու սխալ ես։ Որտեվ գինը իր մեջ պարունակում է այս պահի դրությամբ բոլոր ֆունդամենտալ վերլուծությունների կոնսենսուսը։ Հա։ Որտեղ մենակ դու չես, որ մտածում ես, չէ՞։ Մենակ դու չես, որ տրամաբանում ես։ Հազարավոր, միլիոնավոր մարդիկ նույն ձև տրամաբանում են։ Եթե գինը չի շարժվում, ուրեմն մի բան քո տրամաբանության մեջ են չի։ Հասնենք մի էլի sense շատ տրենդային մի բանի նորության, որը որ երկար ժամանակ PR արվեց ու վերջապես SpaceX-ի IPO-ն տեղի ունեցավ։ Պատմության ամենամեծ IPO-ն, հա։ Նախ ոնց է դրան նայում, հա։
ինքը իրոք այնքան կա, որ այսքան բարձր գին ունենա ընդամենը մի քանի օր անց։ Ինքը այս բային 2.5 տրիլիոն կապիտալիզացիա ունի SpaceX-ը։ Ով եմ ես, որ հարցականի տակ դնեմ շուկայի մասնակիցների որոշումը։ Շուկայի մասնակիցները այսօր կարծում եմ, որ ինքը արժե 2.5 տրիլիոն այդ ընկերությունը։ Վերադառնամ այն ինչ որ ասում է ֆունդամենտալ վերլուծությանը։ Եթե դու ֆունդամենտալ վերլուծություն կիրառես, երևի թե չարժի ինքը 2.5 տրիլիոն։ Եթե դու կիրառես ֆունդամենտալ վերլուծություն այն ինֆորմացիայով, որ այսօր ունես։ Բայց կվերադարձնեմ քեզ Տեսլայի օրինակին։ Բայց Տեսլայի ժամանակ Մասկը այդքան խայբ չուներ։ Ընդունեցի, դրա համար Տեսլան 2 տրիլիոն կապիտալիզացիայով շուկա դուրս չեկավ։ Հա։ Ու նաև չուներ 18 միլիարդի վաճառք, որ SpaceX-ը ունի 18 միլիարդի տարեկան վաճառքը, վերջի տարվա վաճառքը այդքան է եղել հասույթները։ Գաղափարայինը կան այսպես կոչված չգիտեմ, ռուսերեն կուլտովի է կոչվում, չգիտեմ, հայերեն ոնց է կուլտովին թարգմանում, չեմ կարող ասել։ Եթե բաժնետոմսը կուլտովի ինչ որ երևույթ է, ապա կապ չունի։ Առնողը չի ծախելու։ Հա։ Որպեսզի գինը իջնի, պետք է վատքի մեջ է։ Իսկ եթե առնողը իմ ասած հավատքի մեջ է, հա, ինքը երբեք չի ծախելու այդ թուղթը։ Բայց առնողը մենակ անհատներ չեն, չէ՞։ Կապ չունի։ Ունենց չի որ խոսքի ես այն օրը նայում եի թե ովքեր են փայատերերը, այնտեղ կան մարդիկ, ովքեր 2008 թվականին են այդ փողը տվել Մասկին։ Ու առ այսօր դուրս չեն եկել, այդ հավատք չի։ Իրանք կարային դուրս գային ընթացքում։ Ինստիտուցիոնալ հավատքը։ Այո, իրանք կարային այդ 18 տարվա ընթացքում տարբեր ֆանդրեյզինգ ա եղել, տարբեր կետերում վաճառային դուրս գային, մարդիկ դուրս չեն եկել։ Չէ՞ դրանից։ Նշանակում է հավատում են։ Գինը իջնում է, երբ որ հավատն է կորում։ Սովորաբար։ Այս երևի թե մի կարևոր գիրք կա, մի տրեյդեր կար, մոտ էլի 100 տարի առաջ ապրում էր Ամերիկայում, որը համարվում է բոլոր ժամանակների լավագույն տրեյդերը, ու ինքը ասում էր հետևյալը, ասում էր, որ ամենադժվար բանը դա նստելն է, դա ընտրությունը չի, դա ընտրություն անելուց հետո նստելն է ու սպասելը, դրանից ավելի դժվար բան չկա։ Ու հիմա այն մարդիկ, ովքեր 2008 թվականին SpaceX-ում ներդրում են կատարել, դու պատկերացնում ես ինչ կարգի համբերություն ունեն, որ կապ չունի գինի, ինչքան իրանք դեռ չեն վաճառել։ Այդ շատ կարևոր երևույթ է։ Ու այդ բիտկոյնը չէ, ասում hodl, ասում են, որ մարդիկ diamond hands, այսինքն մենք չենք վաճառելու երբեք, մենք միշտ պահելու ենք ու տենց բան։ Կան որոշակի ակտիվներ, բաժնետոմսեր, ընկերություններ, որտեղ որ մարդը առնում է չի ծախում։ Մինչև այդ հավատքը չկոտրվի, ֆունդամենտալ որևէ երևույթ կապ չունի։ Բայց այդ հավատը ամբողջությամբ անձի շուրջ չի կառուցված, թե ինքը նաև եթե այսպես SpaceX-ի ակտիվները փորձենք վերլուծել, որը որ ընդ որում շատ խառն է, ասենք սկսած տիեզերական տեխնոլոգիաներից մինչև ինտերնետ Starlink-ը, գումարած դրան նախկին Twitter-ը, որը ընդհանրապես այդ ինդուստրիայի հետ կապ չունի եւ ինքն էլ մի հատ ունի արհեստական բանականության product, որը որ մեծ հաշվով էսպային մրցակիցներին զիջում է։ Գումարած մի հատ էլ տիեզերքում AI data center-ներ ունենալու իդեան, որը որ շատ լավ է հնչում, բայց նորից այդ տեխնոլոգիան ինչ կպահանջի, հնարավոր է, հնարավոր չի։ Հիմա ինչին են մարդիկ ֆունդամենտալ չես կարող սա վերլուծել։ Չես կարող։ Նո, անհնար է այնքան։ Այդ եմ ասում, եթե ֆունդամենտալ դնես վերլուծես, դու գալու ես այն եզրահանգմանը, որ չարժե 2.5 տրիլիոն, բայց արի սենց բան ասեմ, հեղինակավոր valuation-ի մասնագետ կա Դամոդարան,
որը գրել է գրքեր, որոնք օրինակ ես որ դասավանդում եմ, անպայման նշում եմ, թե օգտագործեք դամոդարանի տվյալները, որտեղ ինքը հավաքագրել է մի իսկական data, որտեղ բոլոր երկրների, բոլոր ոլորտների, ընկերությունների valuation դու կարող ես անել։ Այդ մարդը 2020 թվին թե 21 թվականին, երբ որ Nvidia-ն սկսեց այնց թռիչքային աճել, ասեց դե այդ ժամանակ ոնց որ 400 միլիարդ էր կապիտալիզացիան։ Ինքը ինտերվյու էր տալիս, ասում էր ես բոլոր ֆունդամենտալ վերլուծությունները կատարել եմ, այս 400 միլիարդից ավել Nvidia-ն չի կարող լինել, որովհետև ինքը այսքան շուկա ունի։ Էս է իր շուկան, այսքան կարա վաճառի։ Դրանից ավել շուկա պրոստը գոյություն չունի։ Բայց այդ մարդը սխալվեց։ Nvidia-ն 5 տրիլիոն է այսօրվա դրությամբ։ Ինչու՞, որովհետև պարզվեց, որ կա արհեստական բանականության հետ կապված պահանջարկ, որ ինքը երբեք չի կարողացել իր ֆունդամենտալ վերլուծության մեջ կիրառել։ Չի եղել այդ ժամանակ զուտ այդ ամեն ինչը։ Եվ այսօրվա դրությամբ մենք դնենք SpaceX-ը ֆունդամենտալ վերլուծենք, մենք չգիտենք այդ տիեզերքում դատա ցենտրներ լինելու են թե չէ, կամ կարող է լինեն, կամ ինչ կարգի պահանջարկ ունենան, կամ ինչ գինա ունենալու space travel-ը կամ դա շատ դժվար է անել։ Այն ինֆորմացիայով, որ մենք այսօր ունենք։ Դե կան ընկերություններ, որոնք իրանց ինչ որ մի կետում ֆունդամենտալ չես կարող իրանց վերլուծել։ Դե ուրեմն ստարտափ է ինքը։ Vivace-ը կարող ես ֆունդամենտալ վերլուծել։ Բանկային համակարգը երևի թե նույնպես կարող ես ֆունդամենտալ վերլուծել։ Ինչ ասեմ, որտեղ կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները երևի կարող ես ֆունդամենտալ վերլուծություն կատարել։ Բայց ընկերություններ, որտեղ որ դու չգիտես ոնց է տեխնոլոգիան փոխվելու, համ դեպի պլյուս, համ դեպի մինուս։ Ինչ գիտենք, վաղը չեմիսոր չի լինելու մի ընկերություն, որը ավելի ուժեղ տեխնոլոգիա ունենալու, քան թե SpaceX-ը։ Ու այդ ժամանակ SpaceX-ը вообще գին չունենա։ Ստարտափ է դասական, ստարտափ չէ, 2.5 տրիլիոն։ Ընդ որում ինքն էլ դարձավ, Մասկն էլ դարձավ տրիլիոնատեր։ Իր հետևից նաև հազարավոր աշխատակիցների դարձրեց միլիոնատեր։ Չգիտեմ որ։ Երբ որ դա ասում են, ու ես ես վերջերս ինչքան չգիտեմ, Instagram, Facebook-ը չեմ լինում, LinkedIn ինչ որ տարբեր տեղեր առնչվում եմ այդ գրառումների հետ, մեծ մասը շատ բացասական է անցալում այդ ամեն ինչը ու ամենա երևի թե թյուր մասը կայանում է նրանում, որ շատերը չեն հասկանում, որ դա օթում է, այդ փողը գոյություն չունի։ Ինքը եթե երբևէ ուզի վաճառել, ինքը երբեք այդ տրիլիոնը չի կարողանա ստանալ։ Անհնար է, որովհետև լիկվիդայնությունը չի ներելու դա անել։ Եթե որոշի վաճառել, լավագույն դեպքում 200 միլիարդ, այդ լավագույն դեպքում։ Դա ուղղակի ինչ-որ թիվ է, որ մարդիկ ուզում են որպեսզի ցույց տան անհավասարությունը։ Չեմ ասում 200 միլիարդը քիչ է, այդպես բան չեմ ասում։ Ես աներևակայելի թիվ է։ Իսկ դա հարցական, որովհետև եթե ինքը վաճառի, այսինքն եթե իր անձը չլինի այդ պրոյեկտում, ինչ արժեք ունենա ընդհանրապես SpaceX-ը։ 0։ Ինքը որ Tesla-ն մի քիչ վաճառեց, որ թվիներ, 22 թիվներ, 21 թիվներ, որ վաճառում էր ինչ-որ հարկեր վճարելու համար։ Բաժնետոմսերի 50-60% նվազեցին, որովհետև Մասկը արդեն չի վստահում ինքը իր անգերությանը, վաճառում է բաժնետոմսերը։ Շուկան հոգեբանական մեխանիզմ է։ Շուկան դա միլիոնավոր մարդկանց հոգեբանական կոնսենսուսն է այդ պահին։ Ու պատմականորեն սկսած 17 թվականի տյուլպաններից Հոլանդիայում, որոնք բում էին ունեցել, գինը եսիմուր էր հասել, նույն ձև դա կրկնվում է ամեն տասնամյակ, չգիտեմ, հարյուրամյակ, ամեն ինչ ինքը նույն ձև է։ Մարդկային հոգեբանության, մասսայական հոգեբանություն է բորսան։ Դրա համար եմ ասում, դա ճշգրիտ գիտություն չի, դա արվեստ է։ Ու ով որ կարողանում այդ մատրիցան հասկանա,
կարողանում է գումար աշխատել։ Իսկ ով որ այդքանը չհասկանում матрицան, սովորացնում է։ Okay, առել եք SpaceX-ի։ Չէ։ Ես Բաֆետը ասում է, ինչ որ չես հասկանում, մի առ։ Հա։ Ես դա չեմ հասկանում։ Գիտեմ բազմաթիվ մարդկանց, ովքեր առել են։ Ես նույնիսկ գիտեմ մարդկանց, ովքեր վաճառել են ֆոնդում փայեր իմ մոտ, որ առնեն SpaceX։ Շատ լավ, եւ մեր վերջին, բայց մշտական հարցը, որն է ձեր կյանքում այն մեկ ամենակարևոր ներդրումը, որ արել եք։ Ֆինանսական կամ ոչ ֆինանսական։ Երևի թե ամենակարևորը այն, որ այս տարիների ընթացքում դու հասկանում ես որպես անձ, որ պետք է բերես դրականություն ուրիշ մարդկանց կյանք։ Կապ չունի ոնց։ Որովհետև այդ դրականությունն է, որը բումերանգով հետաֆռում քեզ։ Ամենակարևոր հասկացությունը, որ իմ կյանքում տեղի ունեցել տարիների ընթացքում։ Իմ աշխատանքի պես ստրեսային աշխատանք շատ բարդ է գտնել։ Ես կառավարում եմ ուրիշների գումարները, որոնց նկատմամբ ունեմ պատասխանատվություն։ Բայց ես ոչ մի ձև ստրես չեմ զգում, որտեվ գիտեմ, որ դա արվում է մաքսիմալ այդ մարդկանց համար։ Բարձր է, ես էլ ունեմ դրանից ինչ-որ դրական արդյունք, բայց դա արվում է որպես ծառայություն ու ես զգում եմ այդ ֆիդբեքը, թե ինչքան այդ դրականությունը նաև օգնում է, որ մենք ունենանք հաջողություններ։ Շնորհակալ եմ։ Քեզ էլ մերսի Կարճան։ Սիրելի հետևորդներ, երբ սկսում ենք Fincast-ը, մեր գլխավոր նպատակը ֆինանսների բարդ աշխարհը ավելի պարզ ու մատչելի դարձնելն էր։ Եվ ձեր յուրաքանչյուր մեկնաբանություն մեզ ապացուցում է, որ այս գործն իրոք իմաստ ունի անել։ Եթե այս էպիզոդը ձեզ օգտակար եղավ, խնդրում եմ օգնեք տարածել այն, բաժանորդագրվեք մեր ալիքին, դրեք լայք եւ ամենակարևորը գրեք մեկնաբանություն։ Ուրիշ ինչ թեմաներ կուզենայիք լսել կամ ում կուզենայիք տեսնել յուրի աթոռին։ Ձեր ֆիդբեքը կօգնի մեզ ավելի լավը դարձնել Fincast-ը։ Շնորհակալություն։